ազգային պրակտիկայում առասարակ աշխարհում ընդունված երևույթ է, շատ բարձր կարգի միջոցառումներ իրականացվում են եւ ես Զվարթնոցում եղել եմ մի միջոցառման, շատ հետաքրքիր համերգ էր, հետո ֆուրշետ էր, բայց այնքան բարձր մակարդակի վրա էր կազմակերպված եւ բազմաթիվ երկրներից հյուրեր ունեինք, որոնք հենց լինում են տվյալ դեպքում Զվարթնոցում, մոտիկից ծանոթանում են մեր հուշարձաններին, պարզապես պետք է անպայման հետամուտ լինել, հետևել, որպեսզի չխաթարվի որևէ օրենք կանոն, որը այսպիսի աղմուկի պատճառ կհանդիսանա։ Իրականում դա ընդունված երևույթ է, ուղղակի էլ եմ կրկնում, պետք է իմանալ ում հանձնել վարձով տարածքը, ինչպես, ինչ պայմաններով, դա շատ կարևոր է։ Որտեվ Զվարթնոցից վերջին փաստորեն հանդերձանքն մարդկանց նույնից։ Դե տեսեք աղմուկ բարձրացավ, փաստորեն տարիներ շարունակ որոշակի միջոցառումներ այնտեղ կազմակերպվել են մշակութային եւ ես էլ եմ կրկնում դրանք շատ բարենպաստ միջավայր են ստեղծել, որպեսզի նաեւ մեր մշակութային կոթողներին մոտիկից արտասահմանցիները ծանոթանան, բայց քանի որ ինչ որ բաներ խախտվել են, ես իհարկե մամուլից եմ տեղյակ ինքս։ Գերուխում է եղել փաստորեն։ Այլ վայրեր կան են։ Փաստորեն ճիշտ եք ասում, բայց երևի թե ինչ որ սահման կա, որը անցել են։ Չեմ կարծում, որ պայմանավորվելուց հենց իրենք պարզապես երևի պայմաններ են խախտել։ Նախարարության պարտականությունն հենց վերահսկելն է, չէ՞։ Անպայման պետք է վերահսկվի։ Իսկ դուք կդիմեք կոչով, որ, չգիտեմ, պահանջով, կոչով, որ մյուս անգամ ավելի ուշադիր լինեն, թե ում են տրամադրում, ինչ նպատակով։ Հիմա ես հենց դրա մասին խոսում եմ եւ ասացի արդեն, որ պարտադիր պետք է վերահսկվի, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Իսկ ընդհանրապես չի կարելի ասել, որ բացառել այդպիսի միջոցառումները, որովհետև դրանք էլ եմ ասում, շատ օգնում են մոտիկից ծանոթանալ տվյալ երկրի մշակույթին եւ մշակութողներին։ Տիկին Աջեմյան, իսկ մշակույթի նախարարությունը իր գործառույթները կատարում է, ըստ ձեզ։ Գիտեք ինչ, ընդհանրապես շատ դժվար է գնահատել, որովհետև այս աշխատանքը այն աշխատանքը չէ, որը ամեն ինչ երևում է եւ որը կարելի է միանշանակ ասել շատ լավ է կամ վատ է։ Իրականում շատ դեպքերում իրականացվում է, ես համամիտ եմ, որ կան շատ թերություններ, բայց որոնց մասին նաև բարձրաձայնվում է, խոսվում է, պարզապես չէի ցանկանա, որ ծայրահեղ դիրքորոշումներ հնչեին, մանավանդ այն հարցերի մասին, որոնց գիտակը չի որևէ մեկը, որովհետև լինում են, ես ինքս կարդում եմ եւ հասկանում եմ, որ դիլետանտ մոտեցում է, պարզապես ներսից չգիտի հարցը, իսկ մշակույթի ոլորտը դա ամենանուրբ, ամենախոցելի ոլորտն է եւ պետք է շատ զգույշ լինել, իսկ նախարարությունում երևի թե իրենք էլ պետք է ավելի վերահսկողությունը մեծ սահմանեն, այնպես անեն, որպեսզի քննադատություններ քիչ հնչեն։ Շնորհակալ